Աննա Մար, կինը խաչի վրա, 2020 թվական։ Գլուխ 6 Դաշածառը ձմեռային օր էր, արևը շողում էր, սառույցը ժապավենի պես կախված էր տանիքներից, ձյան հսկայական կույտերը պատված էին սառույցի բարակ կեղևով, այն ճրթճրթում և ճռռում էր ոտքերի տակ։ Ալինան գնացել էր գիշերօթիկ դպրոց Բրունոյին այցելության։ Նրան տհաճ անակնկալ էր սպասում։ Տնօրենը համառորեն խնդրում էր տանել Բրունոյին։ Նրան վնասակար էին համարում դասարանի համար։ Կենսուրախ, միամիտ երեխաների մեջ նա մեծահասակ էր թվում, և դա ցանկալի չէր կարող համարվել։ Տնօրենը բացատրեց նաև, որ տղայի միայնությունը նրան կարեկցանք է ներշնչել։ Տոներին նա թույլ էր տալիս, որ Բրունոն գնա բժիշկ Միրսկու մոտ, որն ուներ իր երեխաները և շատ էր սիրում տղային։ Բժիշկը ցանկություն էր հայտնում որդեգրել Բրունոյին։ Քրիստինան նրան վաղուց է տվել իր անտարբեր համաձայնությունը։ Ալինան ամուր կառչեց այդ նախագծից։ Հիմա նա Բրունոյին բերել էր իր մոտ, տվել էր նրան ալբոմներ, խաղալիքներ և համբերատար սպասում էր բժշկին։ Զննելով նախաճաշի համար պատրաստված սեղանը, նա ասում էր. Ֆրանուսյա, տվեք բողոքի տափակ ափսեն, սակայն նախապես այն լցրեք ջրով։ Դուք մատուցե՞լ եք ձկնկիթը, այն սարսարանում է։ Հարցրեք խոհարարին, ինչ եղավ մեր պրովանսալը։ Հյուրասենյակից հազի ձայն լսվեց։ Բրունոն էր խեղդվում կապույտ հազից։ Ալինան տագնապած ականջ էր դնում։ Աստված իմ, ինչպես է նա տանջվում։ Ֆրանուսյան բերեց ձկնկիթը և ափսեն։ Նա զեկուցեց օրիորդին, որ Վոյցեխովան մեկնել է։ Ծեր աղախինը հավաքել է իրերը, բարձր գոռալով, թե չի ցանկանում գեթ մեկ ժամ ավել մնալ այս անառականոցում։ Ավելի լավ, նա արդեն զզվեցրել էր, ասաց Ալինան։ Մենք էլ ենք բոլորս ուրախ, ուղիղ հայտարարեց Ֆրանուսյան։ Այն պահից, երբ Ալինան աշնանը վերադարձավ շեմյոտի կալվածքից, Վոյցեխովան դադարեց հավատալ ամուսնությանը։ Նա ատեց Ալինային ազնիվ կնոջ հիմարությամբ, իսկ Ֆրանուսյայի լռությունը անձնական վիրավորանք էր համարում։ Չէ՞ որ նա այնպես էր սպասում կեղտոտ մանրամասնությունների, որը ծաղկացրած կպատմեր խոստովանահոր ականջին։ Սակայն նա ոչինչ չիմացավ Ֆրանուսյայից և կատաղեց։ Իսկ այսօր, տեսնելով Բրունոյին, ծեր աղախինը վերջնականապես համբերությունը կորցրեց։ Միթե օրիորդը չի դադարեցնելու զբաղվել այս ապօրինածին Թուլայի հետ։ Օրիորդը վերջնականապես խայտառակ է անելու իրան արվարձանում։ Այժմ Ալինան հեռացրեց նրան գործից։ Ֆրանուսյա, ժամը քանի՞սն է։ Ուղիղ 2, օրիորդ։ Դուք զանգահարել եք Օսկերկոյին։ Այո, օրիորդ Օսկերկոն հրաժարվեց տեսակցել փոքրիկ պարոնին։ Բրունոն կրկին սկսեց հազալ։ Ալինան գնաց նրա մոտ։ Սև շղարշաշորը, որը եզրակարված էր ջայլամի փետուրների նեղ շերտով, այս ու այն կողմ էր թռչում նրա շարժվելուն համընթաց։ Դա թիթեռնիկ էր հիշեցնում։ Ինչպե՞ս են մեր գործերը, փոքրիկ։ Բրունոն մի կողմ դրեց ալբոմները։ Նա պատասխանում էր շատ լուրջ։ Ոչինչ, ես արդեն լավ եմ։ Սակայն նույն պահին նոպան կրկնվեց։ Նրա աչքերը կարմրեցին, ուռեցին, արցունքները սկսեցին վազել կարմրած այտերով և թուքը թրջեց կզակը։ Ահ, խեղճուկս, մրթմրթաց Ալինան խորը կսկիծով։ Նրա սիրտը կանգ էր առնում այս համբերատար և հեզ, երբեք լաց չլինող երեխայի տեսքից։ Կապույտ հազը հյուծում էր նրան։ Հատկապես տանջալից էին փսխումները, որ սկսվում էր անմիջապես ուտելուց հետո։ Բժիշկը ե՞րբ է գալու, հարցրեց Բրունոն։ Կարծում եմ հենց այս րոպեիս։ Որոշ լռությունից հետո տղան կիսաձայն ասաց. Ինձ համար
Բժշկի մոտ ավելի լավ կլինի։ Տղամարդը ավելի լավ է հասկանում տղամարդուն, և հետո նա ինձ կբուժի։ Բրունոն կրկին սկսեց նայել ալբոմները։ Ալինան հետո առաջ էր անում, քթի տակ երգելով։ Նա հիշեց Հենրիխին։ Նրա հետ անցկացրած վերջին օրերը հատկապես քաղցր էին։ Ալինան հիվանդացավ հյուծվելով հուզմունքից։ Արյունը մեծ քանակությամբ էր հոսում, և նա չէր կարողանում վեր կենալ բազկաթոռից։ Նա նիհարել էր, գունատվել և ավելի կանացի ու գեղեցիկ դարձել։ Շեմյոտը բառացիորեն ոչ մի րոպե չէր հեռանում Ալինայից։ Նա ամուստու քնքշությամբ խնամում էր Ալինային։ Նա զբաղեցնում էր Ալինային կարդալով, փորագրելով, իր նախկին ճանապարհորդություններից պատմելով։ Նա մոռացել էր երբեմնի ինքնամփոփությունը և նույնիսկ հետաքրքիր մանրամասներ պատմեց այն կանանց մասին, ում հետ մտերիմ էր եղել։ Ծիծաղում էր շաշկիում նրա թույլ տված վրիպումների վրա։ Նա դարձել էր աշխույժ, հետաքրքիր, շնշող և հաճախ համբուրում էր Ալինայի մատները կրկնելով. «Ես չգիտեմ, թե ինչ էի անելու առանց ձեզ, լի»։ Ալինային նա ուղղակի լի էր անվանում մտերմության րոպեներին, հավատացնելով, որ երկու տառից կազմված ձայնը միշտ էլ քնքուշ է։ Ալինային թվում էր, որ իր հոգին և մարմինը ընկղմված են սիրո և երջանկության մեջ։ Հենրիխի կողքին նա սկսեց շնչել մի օդով, որը հագեցած էր գիտելիքներով, փորձով, նուրբ և անսովոր զգացմունքներով։ Շեմյոտը զգուշորեն և աղոտ միտք նրան տվեց վաճառել տունը և տեղափոխվել իր մոտ, կալվածք։ Նա, իր իսկ խոսքերով, ընդհանրապես չէր պնդում, բայց նաև գիտեր, որ միայն համատեղ կյանքի պայմաններում Ալինան կլինի երջանիկ։ Սակայն Ալինան վախեցավ։ Վաճառել տունը և բացեիբաց տեղափոխվել Շեմյոտի մոտ, ինչպես մի քանի տարի առաջ դա արեց Կլարան։ Օ, Կլարա, վշտալի ուրվական, որը միշտ վախեցնում էր Ալինային։ Ինչ անել, զբաղեցնել մահացածի տեղը։ Ոչ, ոչ, ինչու էր զոհը միշտ փոթորկում իրեն։ Նա աղոտ պատկերացնում էր Շեմյոտի սիրո ամբողջ անհաստատությունը։ Վերջիվերջո, նա կապված էր իր տանը, իրերին, այգուն։ Նա իրեն ավելի ազատ ու հպարտ էր զգում, սեփական անկյունն ունենալով։ Կալվածքից վերադառնալուց հետո Ալինան կորցրեց հանգիստը։ Բոլոր հին կասկածները վերակենդանացան նրա հոգում։ Նա կրկին սկսեց չհավատալ Շեմյոտի սիրուն և խանդել։ Այս ամենը մեծանում էր նաև այն պատճառով, որ Շեմյոտը շարունակում էր ապրել գյուղում, շատ հազվադեպ և հակիրճ էր պատասխանում Ալինայի նամակներին։ Ալինան գժվել էր արցունքներից և հուզական նոպաներից։ Այժմ նրա բոլոր մտքերը և տեսիլները, զգայությունները կենտրոնացած էին հետևյալ պատկերի վրա. Հենրիխը և ինքը ամառանոցում են, ուռուտում, և նա ուղղակի ֆիզիկապես ուժասպառ էր լինում, քանի որ այդ տեսարանը ծայր աստիճան անդադար էր, անամոթ, վառ և տանջալի։ Սակայն Ալինան դրան հանգիստ և հնազանդ չէր վերաբերվում ինչպես նախկինում։ Նա սկսեց երկյուղել, թե իր հետ ինչ֊որ բան է կատարվում, որ իրեն, ամենայն հավանականությամբ, հոգեբուժարան կհասցնի։ Ժամանեց բժիշկ Միրսկին։ Բրունոն շիկնեց ուրախությունից և նրա հազը ուժեղացավ։ Բժիշկը քնքշորեն շոյեց նրա գլուխը, Ալինան համբուրեց նրան, իսկ բժշկի ծառան փաթաթեց, նստեցրեց մեքենան և տարավ։ Միրսկին մնաց Ալինայի հետ նախաճաշի։ Կարճ հասակի պայմաններում նրա մեծ քթով, խոշոր շուրթերով, ծանր կոպերի տակի արևելյան աչքերով ճերմակ գլուխը խոշոր էր թվում։ Նա մանրակրկիտ էր հագնվում և հպարտանում էր իր եղունգների փայլով։ Նա գոհ էր, որ Բրունոն իր մոտ է տեղափոխվում և նույնիսկ չզարմացավ Քրիստինայի անտարբերությունից։ Տիկին Օսկերկոյի մայրությունը պատահական է։
Ես թույլ կտամ նկատել, որ նա չափից դուրս ամբողջական մարդ է։ Ես հարգում եմ նրան դրա համար։ Նրանք խոսում էին հոգեբանության փոփոխությունների մասին։ Ալինան օգտվեց առիթից և սկսեց խոսել իր մասին։ Նա բողոքում էր տարօրինակ ցանկություններից, որոնք ժամանակ առ ժամանակ տանջում էին իրան, նվաստացնում և ցավ զգալու ցանկությունից և այն բանից, որ սերը նա չի պատկերացնում առանց դաժանության երանգի։ Նա ուզում էր իր համար պարզել, կան արդյոք այս բոլոր զգայությունների մեջ հիվանդության, նևրոզի, խելագարության սաղմեր։ Ալինան հաճախ հանկարծակի կարմրում էր և լռում, զգալով պատմածի տհաճ կեղծիքը, զարմանալով որոշ մանրամասնությունների կոպտությունից։ Ինքն իրենից վրդովված, ամոթից, ուր չկար հեշտանքի որևէ նշույլ, այլ միայն զզվանք կար։ Այրվելով, Ալինան բացականչեց. Կներեք ինձ, բժիշկ, ես ընդհանրապես նման չեմ այն հրեշին, որի մասին պատմեցի ձեզ։ Միրսկին քաղաքավարի գլուխ տվեց և սկսեց ծիծաղել։ Նա դրանում վստահ է։ Նրա հարցերը վերաբերվում էին ֆիզիոլոգիային, և հարցերից ամենամեղմն այն էր, թե ինչպես է Ալինան դիմանում ամիսը 3 օր, և արդյոք գաղտնի մեղք չի գործում։ Ալինան պատասխանում էր նրան ներքին ընդդիմությամբ. Ոչ, ոչ, այդպես չէ։ Նա ատում է գիտությունը, որը հոգուց եկող ցանկացած մղում վերագրում է որդեծնության օրգանների ազդեցությանը, իսկ միտքը կպցնում են ստամոքսին։ Ապա բժիշկը նրբորեն բացատրեց նրան, որ բոլոր զգացողությունները իր կարծիքով շատ սովորական են, այսինչը բուժվում կամ մեղմվում է այսինչ կամ այնինչ մեթոդով։ Այդ հիվանդության մասին Ալինան հետաքրքիր ցուցումներ կարող է գտնել այսինչ գրքերում և նույնիսկ արձակ ստեղծագործություններում, իսկ ինքը, բժիշկը, նմանատիպ կանացի հոգեբանության մեջ հակված չէ տեսնել ոչ մի պարսավելի կամ հասարակության համար վտանգավոր բան, քանի որ կանայք տանջում են միայն իրենց։ Դուք կարծում եք, որ այլ բազմաթիվ կանայք զգում են իմ նման։ Ոչ թե շատերը, այլ բոլորը։ Օ, ես վստահ եմ, նրանք զգում են այն, ինչ որ դուք, ուղղակի արտահայտման երանգը և ձևը բոլորի մոտ տարբեր են։ Ի վերջո, շատերը չեն խոստովանում դրա մասին ամոթից, հիմարությունից կամ էլ հաշվարկով։ Նա հարցրեց խեղճ ամոթխած Ալինային. Դուք կիրարկո՞ւմ եք։ Ալինան չհասկացավ։ Նա քմծիծաղ տվեց, բացատրելով. իրագործում է նա իր ցանկությունները, թե ոչ։ Րոպեական տատանումից հետո Ալինան պատասխանեց, որ այո, սակայն շատ հազվադեպ և գործը դաժանության չհասցնելով։ Նա տանջվում և ամաչում էր այս անօգուտ խոսակցությունից, որ իրան նաև անբարո էր թվում։ Միրսկին թոթվեց ուսերը, նա իրան ոսկեգույն վենետիկյան գրաֆինում առկայծող գինի լցրեց։ Դաժանություն չկար, բայց հասնել դաժանության այնքան հեշտ է, և հետո պարոն Շեմյոտը թողնում է տպավորություն։ Նա այն մարդը չէ, ում կհուզեն կանանց արցունքները։ Ալինային թվաց, որ սարսափելի երազ է տեսնում։ Դուք տվեցիք պարոն Շեմյոտի անունը։ Բժիշկը իր հերթին այլայլվեց։ Նա նյարդայնորեն ներողություն խնդրեց, փակեց արևելյան աչքերը և իջեցրեց ներքևի շրթունքը։ Այդ անունը դուրս թռավ նրա բերանից, իրենք հիմա այնքան անկեղծ են։ Որտեղի՞ց է նա իմացել Ալինայի սիրավեպի մասին։ Շատ պարզ, նրանց մասին շատ են խոսում։ Մի՞թե նա կարծում է, որ կարելի է թաքնվել այս հարավային բամբասկոտ գավառական քաղաքում։ Այդ դեպքում նա նման է ջայլամի, բոլորը գիտեն նրա և Շեմյոտի մտերմության մասին։ Ահա թե ինչ, շշնջաց Ալինան։ Ալինան սառը գինի խմեց, սրտխառնոց զգալով։ Միրսկու սափրած դեմքի դեղնության վրա թույլ կարմրություն նկատվեց։ Նա կտրեց հնդկահավի մի կտոր, ասելով. Սիրելիս, անկեղծություն անկեղծության դիմաց, դուք տեսել եք իմ խորտ աղջկան։
Ոչ, բայց ես հաճախ եմ նրա հետ շրջում կառքով, միայն նրա հետ եմ լինում թատրոնում։ Կնոջս մահից հետո նա հետևում է իմ տանը։ Նա սիրունիք, հիասքանչ աղջիկ է, իսկական գանձ, հեզ աշխատասեր, բայց ես ստիպված եմ լինում նրան ծեծել։ Երբեմն նրա մոտ առաջանում են համառություն, հանդգնության և ծուլության նոպաներ։ Նա անում է, իսկ ես դա պարզորոշ տեսնում եմ, հնարավոր ամեն ինչ, որպեսզի արժանանա իմ կշտամբանքին կամ պատժին։ Այդժամ ես խիստ եմ լինում, ես նույնիսկ ծեծում եմ նրան մինչև արյուն երևա։ Նա 17 տարեկան է։ Նա, իհարկե, ընդհանրապես ոչ կյանք գիտի, ոչ բժշկություն։ Նա չի հասկանում, ինչ է իր հետ կատարվում։ Նա ինձ պաշտում է։ Ալինան խեղդվում էր իր և բժշկի հանդեպ ունեցած գարշանքից։ Նրանք ևս մի քանի շարքային նախադասություն փոխանակեցին։ Վրանուսյան սուրճ բերեց։ Ալինան անհամբերությամբ սպասում էր, թե երբ է բժիշկը հեռանալու։ Մեկնելուց առաջ բժիշկը տվեց այն բժշկական գրքերը, որոնք պետք էր կարդալ։ Ալինան կյանքը համարեց զզվելի, իսկ իրեն վերջին աստիճանի նվաստացած։ Քրիստինա համաձայնեց Հուլիոս Շեմյոտի առաջարկությանը։ Նրանք ամուսնացան առանց որևէ շքեղության, առանց երգեհոնի, առավոտյան ժամերգությունից առաջ։ Քրիստինան հարստացուի շորով և վարդի փնջով անհաղորդ էր։ Հուլիոսը ամեն րոպե հարմարեցնում և ժպտում էր Ալինային։ Հրավիրվածներից ոչ ոք չկար։ Նշանադրությունից հետո Վիտոլդի տանը կազմակերպեցին տոնական նախաճաշ։ Փոքր ինչ վախենում էին, որ ավագ Շեմյոտը չի ժամանի, բայց նա եկավ, հիասքանչ իր սմոքինգով, փոքր ինչ հեգնական և անսահման քաղաքավարի Քրիստինայի հետ։ Թվում էր, որ նա ոչ մի առարկություն չուներ այս ամուսնության դեմ։ Նա նույնիսկ Քրիստինային նվիրեց իր մահացած կնոջ արծաթե ադամանդակուռ գեղարվեստական զարդատուփը։ Քրիստինան դրսևորեց գրեթե անպարկեշտ ուրախություն։ Նա գրկեց Շեմյոտին գունատված, դողացող քթանցքերով, կարծես սիրային էքստազում։ Հուլիոսը իրան խայտառակված զգաց։ Շեմյոտ հայրը իջեցրեց աչքերը։ Որոշված էր, որ նորապսակները կմեկնեն կալվածք, ապա կգնան ապրելու Շեմյոտ հոր քաղաքի բնակարանում։ Վիտոլդը հավանություն չտվեց այդ նախագծին։ Երբ նա ամուսնանա, իր երկրորդ կեսին կտանի Փարիզ։ Այդպես է պետք սկսել նոր կյանքը։ Նա մոռանում էր, որ իր քույրը իր իսկ ժլատության և անհոգիության պատճառով ամուսնանում է իբրև չքավոր։ Նա մերժեց նույնիսկ ներքնազգեստ գնել քրոջ համար։ Շուտով ավագ Շեմյոտը հեռացավ։ Համբուրելով Ալինայի ձեռքը, նա ասաց. «Վաղն արի ինձ մոտ, լի»։ Նա ուրախությունից դողաց, չհամարձակվելով հարցնել, ինչ է նա անում այսօր։ Բոլորը Շեմյոտ հորը ուղեկցեցին նախասենյակ։ Ալինան խոր ցավով վերադարձավ սեղանի մոտ։ Քրիստինան և Հուլիոսը համբուրվում էին, հիանալով քաղաքի համայնապատկերով։ Կեսօրվա արևը պայծառ փայլում էր տանիքների ձյան վրա։ Ծառերի և խողովակների կատարները մեկ կարճ, մեկ էլ երկար անշարժ ստվերներ էին գցում։ Թռչունները հաճախ թռչում էին այդ քարե ծովի վրայով։ Երկինքը տհաճ կապտավուն գույն էր ստացել, որը հիշեցնում էր վատ ջրանկար։ Ինչ անեմ մինչ երեկո, մտածում էր Ալինան, տանջվելով կարոտից։ Որքան տարօրինակ է։ Շատ բան է փոխվել իմ կյանքում, սակայն դա իր հետ չբերեց արտաքին ոչ մի փոփոխություն։ Նախկինի նման ես վախենում եմ գնալ Հենրիխի մոտ առանց նրա թույլտվության և օրվա մեծ մասը մենակ եմ։ Հենրիխը ճիշտ է, երբ առաջարկում է տեղափոխվել իր մոտ։ Համենայն դեպս ես ու Հենրիխը կլինեինք անբաժան։ Մենք կարող էինք մեկնել ճանապարհորդության։ Եվ հետո, բժիշկ Միրսկու խոսքերից հետո ես տեսնում եմ, որ իմ հեղինակությունը խախտված է։ Քրիստինան չգիտես ինչու նյարդային ծիծաղում էր։
Հուլիոսը փորձում էր համբուրել նրա պարանոցը։ Նա Քրիստինայի հետ հարաբերություններում որդեգրել էր տհաճ, անպարկեշտ, նույնիսկ լկտի պահվածք։ Դա զարմացնում էր Ալինային։ Վիտոլդը սկուտեղի վրա բերեց սպիրտայրոցը։ Ինչպես կուզեք, պարոնայք, բայց ես էլի թուրքական սուրճ եմ եփելու։ Մինչ նա սեղանի վրա, որից աղախինը դեռ չէր հավաքել պլոմբիրի, մրգերի և լիկյորի մնացորդները, զբաղված էր սպիրտայրոցը տեղադրելով, Ալինան ոչ մի ձայն չհանեց։ Ձանձրույթ, ձանձրույթ։ Ձեզ լցնեմ, Ալինա։ Ոչ, շնորհակալություն։ Ափսոս, սուրճը հիանալի է։ Սակայն Վիտոլդը անմիջապես թողեց իր սուրճի փրփուրով պատված բաժակը և հեռացավ։ Նա շտապում էր Միսի Պոտոցկայայի մոտ, ում հետ հանդիպում էր նշանակել վերնիսաժում։ Աղախինը հավաքում էր սեղանը։ Հուլիոսը ջղայնացնում էր թութակներին։ Քրիստինան նստեց ընկերուհու կողքը։ Դու լռո՞ւմ ես, Ալինա։ Ես մի փոքր հոգնել եմ։ Եվ ինչ ես դու մտածում իմ ամուսնության մասին։ Ես 1000 անգամ շնորհավորում եմ քեզ։ Քրիստինան թոթվեց ուսերը։ Նա մրթմրթում էր ատամների արանքից, որ ամուսնացել է, քանի որ կյանքը Վիտոլդի հետ անտանելի է, իսկ Հուլիոսը իրեն շատ մեծ զզվանք չի պատճառում։ Եվ հետո մեխանիկորեն կնոջ դերակատարումը… Այս ամենն այն չէ, Ալինա։ Ես վարվել եմ ինչպես այն կանայք, որոնք սիրելով մեկին գնում են մյուսի մոտ, ով կարող է իրենց ապահովել։ Հենրիխ Շեմյոտը Ալինայի առջև անձամբ բացեց դուռը։ Ես մենակ եմ, լի, ասաց նա, ժամանակ չտալով, որ Ալինան ողջունի։ Հուլիոսը և Քրիստինան կալվածքում են։ Սպասավորին ես այսօր ազատ եմ արձակել։ Հենրիխը բարձրացրեց Ալինայի ձնից թրջված քողը և դանդաղ սկսեց համբուրել նրա շուրթերը։ Սիրելի լի… Ալինան շշնջում էր խեղդվելով։ Հենրիխ, ես այնքան երջանիկ եմ։ Ես կարծում էի, որ կմեռնեմ հուզմունքից, երբ քո դռան զանգը հնչեցրեցի։ Նրա աշխատասենյակում ամեն ինչ նույնն էր, ինչ Կլարայի ժամանակ։ Նույն սպիտակ ուլունքակիր լուսամփոփով լապտերը լուսավորում էր կանաչ մարմարե գրապիտույտները և կտրատված անգլիական գիրքը և հիանալի թարմ յասամանը, որը անփութորեն սպիտակին էր տալիս պատվանդանի վրա։ Նույն մարմարե Դանթեն մտածկոտ սպասում էր իր Բեատրիչեին, և նույն մուշկի, համպարի և վարդի բույրը վարագույրներից, խալուց, հենց Շեմյոտից։ Նրանք կրկին գրկախառնվեցին։ Որքան գեղեցիկ ես հագնված։ Ալինան ժպտաց։ Եթե դու գող ես։ Սա իրոք նրբաոճ բաց երկնագույն շոր էր, արծաթե ժանյակներով, որոնք առջևից թեթև և հասարակ ընկնում էին շորին։ Ուսերին նույն ժանյակից թևքեր էին։ Ցածր բացվածք և նեղ երկար թևք ու նեղ ժապավեն կրծքի տակ։ Ութ ծալքերը զգեստի ներքևի մասում արտաբերում էին թեթևակի խշխշոց Ալինայի շարժումների ժամանակ։ Շեմյոտը բարեկրթորեն լսում էր Ալինային։ Աշխարհից կտրվածության զգացողությունը նրա մեջ կրքի և դաժանության ծարավ էր արթնացնում։ Նա ինքն իրան խոստովանում էր, որ դեռ ոչ մի կնոջ հետ նման բան չէր զգացել։ Ինչպես միշտ, նախ նրա մոտ արթնացավ խղճահարություն Ալինայի նկատմամբ։ Խղճահարությունը մեծացրեց ցանկությունը, իսկ ցանկությունը թուլացրեց կամքը։ Նրա աչքերի արտահայտությունը փոխվեց։ Այն նույնքան քնքուշ էր, ինչպես նախկինում, սակայն նրա մեջ կար հեգնանք, որը խառնված էր սեփականատիրոջ ցնծությամբ։ Նա ասաց. Գիտեք, սիրելիս, ես ձեզ բերել եմ կալվածքից։ Ես չեմ ցանկանում ծիծաղելի լինել։ Ես դա նվեր չեմ համարում։ Ես ձեզ համար, լի, բերել եմ ճիպոտներ։
Կարմրությունը դանդաղ ծածկեց Ալինայի դեմքը, նա զուսպ հակառակվեց։ Որքան անտեղի կատակ։ Բայց դա կատակ չէ, Ալինա։ Այդ դեպքում ոչ, իրոք, ես չեմ ցանկանում ձեր մասին վատը մտածել, Հենրիխ, հետ վերցրեք ձեր խոսքերը։ Հենրիխը թեթևակի ժպտաց։ Ալինան վախեցավ նրա աչքերի ամփոփ և սառը արտահայտությունից։ Ալինան ամուր գրկեց նրան, շշնջալով. Ոչ, ոչ, այսօր թող նա չպատժի իրան, ոչ այսօր։ Ինչո՞ւ։ Եվ շեմյոտ իջեցրեց Ալինայի ձեռքերը իր ուսերից։ Լի, ինչո՞ւ եք դուք այսօր այդքան անհնազանդ։ Որովհետև ես այսօր ոչ մի բանում մեղավոր չեմ, Հենրիխ։ Շատ լավ։ Ենթադրենք, որ ես ձեզ պատժում եմ։ Պատժում եմ հանուն իմ քմահաճույքի։ Ալինան ցնցվեց։ Ինչպես է նա բացում իր քարտերը այդքան հեշտ։ Սակայն նա չէր ցանկանում լսել այդքան վիրավորական խոստովանություններ։ Նա հուսահատ շշնջաց. Ոչ, ոչ։ Դա տրամաբանական չէ։ Ալինան սկսեց լաց լինել ամոթից և վշտից։ Այն ժամանակ ինքը մեղավոր էր, սակայն հիմա մեղավոր չի, և միայն նրա հաճույքի համար։ Դա այնքան ստորացուցիչ է, այնքան սարսափելի։ Ալինան ծնկի իջավ նրա առջև, չհասկանալով, որ իր հուսահատությամբ, արցունքներով և աղաչանքներով կրկնապատկում է նրա կիրքը։ Շեմյոտը նրան ասաց սովորական քաղաքավարությամբ. Այս տեսարանը ես վաղուց էի կանխատեսել, Ալինա։ Ես գիտեի ձեր բոլոր առարկումներն ու կշտամբանքները։ Ես գիտեի, որ դուք հենց այսպես կվարվեք, ինքնակամ և չմտածված։ Այսօր դուք ոչ մի մեղք չունեք, բացի դիմադրելու մեղքից, և դա շատ ծանր մեղք է, Ալինա։ Ալինան նրա վրա հառեց հեզ աչքերը, ժպտաց արցունքների միջից և շշնջաց. Ես պարտավոր եմ հավատալ ձեզ, Հենրիխ։ Հիմա Ալինան ուրախանում էր։ Ճիշտ է, նրա գիտակցությունից դուրս, չդիպչելով հոգուն և չմնալով հիշողության մեջ, նրա մոտ միտք առկայծեց, թե իրենք երկուսն էլ ստում են միմյանց, և ինքն իջնում է դեպի հատակը, ցեխի մեջ, սակայն դա մշուշոտ էր, անցավ և վայրկենական։ Շեմյոտը չէր ցանկանում նրան օգնել։ Նա միայն Ալինային տվեց պահարանի բրոնզե բանալին, որտեղ պահվում էին թանկարժեք իրերն ու թղթեր։ Ալինան լաց էր լինում, իսկ շեմյոտը հանգիստ հետևում էր նրա շարժումներին և սիրում նրան աշխարհում ամենից առավել։ Ալինան չէր կարող բացատրել, թե ինչու էր ինքը այդքան վստահ, թե ինչ է պետք անել հիմա, և ինչու էր նա բնազդաբար կռահում իր հնազանդության այն ձևը, որը առավել հուզելու էր շեմյոտին։ Այսպես, նա ինքը տեսավ ամպիր ոճի ճենապակյա վազը երկու բռնակներով և տափակ, կարծես հատված բերանով։ Նրա վրա կար երկու անփայլ մեդալյոն, որոնց վրա շեմյոտի ոսկե անվանագրերը հյուսված էին մանուշակներով։ Այս վազը լցված էր թարմ նարգիզներով։ Ալինան հանեց աստղեր հիշեցնող բուրումնավետ ծաղիկները և, շարունակելով նայել շեմյոտին, դրեց այնտեղ ճիպոտները, կարմրելով և հուզվելով։ Դրանք այնքան էլ երկար չեն, կոշտ են, անփայլ։ Հետո դրանք կդառնան ճկուն և դալար։ Դրանք այնքան ցավոտ են խայթելու իր մարմինը։ Ալինան հայացքն ուղղեց շեմյոտին և տեսավ, որ նա գունատ է, թափանցիկ, իրան փոքր֊ինչ վախեցնող գունատությամբ, որը Ալինան առաջին անգամ արդեն նկատել էր ամառանոցի ուռուտում։ Այժմ նա ուրախանում էր պատժի համար, թեև մեծապես վախեցած էր։ Ամբողջովին ցնցվելով, նետվեց անկողնու վրա, մինչ այդ բացելով վարագույրները։ Նա ընդունեց պատիժը խորը լռության մեջ, և դա հիացրեց շեմյոտին։ Միայն դու,
Միայն դու ես ինձ հասկանում։ Շեմյոտը դրեց ձեռքը նրա գլխին։ Չբարձրանալով, քնքուշ ժեստով Ալինան վերցրեց այն և համբուրեց շնորհակալական և սիրահարված համբույրով։ Սակայն նրբության և սիրո ժայթքումից հետո նա կամաց կրկին վեր գտավ իր սառը տոնը։ Շեմյոտը թեթև հեգնանքով նրան ասաց. Ալինա, հիմա ես ավելի եմ ձեզ վստահում։ Այս տարվա ձմեռը նման էր հյուսիսային ձմռան։ Աննախադեպ քանակի ձյուն էր տեղացել։ Այս կուրացնող սպիտակության մեջ ծովը սև և սարսափազդու էր թվում և ոչ մեկի չէր հետաքրքրում։ Շեմյոտը մեկնել էր կալվածք։ Այնտեղ էր մնում նաև Քրիստինան։ Հուլիոսը նախընտրում էր այստեղ մնալ, հաճախել թատրոններ, համերգներ և համառորեն սիրահետում էր Ալինային։ Ալինան անտարբեր չէր նրա նկատմամբ։ Այդ նրբագեղ, շիկահեր և ճկուն երիտասարդը, որը ամեթիստների նման պայծառ աչքեր ուներ և բերանի գրավիչ թարմություն, Ալինայի մոտ առաջացնում էր զուտ ֆիզիկական ցանկություն։ Մի անգամ Ալինան նրան հանդիպելով հարցրեց. Ինչ նորություն ունեք, իմ տղա։ Իմ սերը ձեր նկատմամբ, Ալինա։ Ինչպե՞ս, իսկ ձեր կինը։ Ես ազնիվ չեմ նրա հանդեպ, նա կոպիտ է և ագահ։ Լռեք, զզվելի, չէ որ դուք գիտեք, ես ինձ չեմ կարող ազատ համարել։ Եվ ինչ, դուք հրեշ եք։ Հուլիոսը բռնեց Ալինայի ձեռքը և սկսեց զգույշ և դանդաղ համբուրել տաք ափերը։ Ալինան հուզված էր, զարմացած, ամոթխած և թեթև ծիծաղում էր։ Ահ, այդ տղան։ Ցանկության դողը անցավ նրա մարմնով։ Սարսափելով, նա մտածեց Հենրիխ Շեմյոտի մասին։ Աստված իմ, նա այնքան է վշտացրել իրան։ Որդու նկատմամբ Ալինայի մեջ այլ զգացմունք ծնվեց, վտանգավոր և անսպասելի։ Եվ այս զգացմունքն, ավաղ, նա շատ լավ էր հասկանում։ Նրա մեջ չկար որևէ վեհ կամ հանելուկային բան, ոչինչ, որ Ալինային կհիշեցներ Հենրիխի նկատմամբ ունեցած խորը և մռայլ կիրքը։ Նա դանդաղ նկատեց. Եթե դուք ինձ սիրեիք, Ալինա, թեկուզ կարճ ժամանակով, մեկ օրով, երկու, բայց սիրեիք… Հուլիոս, դա մեծ մեղք կլիներ։ Դե, իհարկե։ Ալինան անմիջապես սկսեց ներծծել այդ գաղափարը և հոգու խորքում հարմարվում էր դրա հետ։ Այո, հանցանքը ինքը գործած կլիներ։ Սակայն Հուլիոսի գնալուց անմիջապես հետո Ալինային համակեց կենդանական թախիծ, որը միաձուլված էր խորը զզվանքի և հոգտածության հետ։ Նա մտածում էր. փոքրիկ Հուլիոս կեսար, ինչ կարող եք դուք ինձ տալ։ Ես ընդմիշտ թունավորված եմ ձեր հոր կողմից, ես միայն նրանով եմ տարված։ Ձեր հետ համեմատած ես պառավ եմ։ Ոչ, ես դեռ կպայքարեմ։ Երկար ժամանակ Ալինան խորապես ճնշված վիճակում էր։ Նա կրկին մտովի վերադառնում էր պատժի վերջին տեսարանին։ Նա շարունակում էր զգալ անբավարարվածություն և կեղծիքի անդուր նստվածքը, որը կար Շեմյոտի վարքում։ Ալինան շատ էր ուզում արդարացնել Հենրիխին։ Նա պարզորոշ հասկանում էր, որ իր համար հիմա գոյություն ունի ելք, իրոք մեղավոր, իրոք հանցավոր լինել Շեմյոտի առջև։ Զգալով, թե ինչպես է ինքը խճճվում իր իսկ մտքերում, եզրահանգումներում և չցանկանալով գործ ունենալ բժշկության հետ, Ալինան որոշեց գնալ խոստովանության։ Հոգևորականը նույն բժիշկը չի։ Անկասկած, հաճախ նա նույնիսկ ավելի փորձառու է և նրբանկատ, քանզի գործ ունի միայն հոգու հետ։ Կրոնի մասին վերհուշը, որը Ալինան վաղուց կորցրել էր, աշխուժացրեց և հուսադրեց նրան։ Իհարկե, նա կգնա խոստովանության։ Նա հարգանքով կլսի Կսյոնդզի խոսքերը և հավանաբար կօգտվի նրա խորհուրդներից։ Թեթևակի ոգևորության նրբերանգով նա իր մտադրության մասին գրեց Հենրիխ Շեմյոտին։
Նա Ալինային պատասխանեց սովորական հեգնանքով. Իհարկե, նա շատ ճիշտ կանի։ Քրիստոնեությունը պահանջում է կնոջից նախևառաջ հնազանդություն և խոնարհություն։ Ալինայի մոտ բազում մտքեր կծնվեն իր՝ Շեմյոտի հանդեպ տածած հավատարմության մասին, հնազանդության մասին, հպատակության, կանացի ոչնչության, սատանայի հետ կնոջ կապի մասին։ Այդ օրերին Ալինայի աչքով ընկավ երանելի Մարգարիտա Մարիա Ալյակոկի կենսագրությունը։ Սուրբը իր խոստովանահոր Աբբա Կոլոմբիերի մասին գրում էր. նա ոչ մի առիթ բաց չէր թողնում ինձ նվաստացնել, և դա ինձ կենսական ուրախություն էր պատճառում։ Ալինան իջեցրեց գիրքը և սկսեց հեկեկալ, խեղդվելով քնքուշ խոսքերի, ճիչերի, խոստովանությունների մթնոլորտում։ Կրակոտ վշտի, քավության և մաքրագործման ծարավը համակել էր նրա սիրտը։ Նա վախենում էր Շեմյոտի հանդեպ իր ոչ բավարար հնազանդությունից և հետո խորասուզվեց խորը վշտի մեջ, որն իրան հաճույք էր պատճառում։ Մի շաբաթ օր Ալինան գնաց խոստովանության։ Կոստյոլը հին էր, զարդարված, ներսից գրեթե ամբողջությամբ պատված սպիտակ մարմարով, բազմաթիվ խոստովանախցերով, Լուրդյան Մադոննայի խորանով, որից նա երևում էր փոքրիկ և հիասքանչ։ Ալինան իր համար հարմար տեղ գտավ Մարիամ Մագդաղենացու պատկերի առջև։ Արձակված ոսկեգույն մազերով և թանկարժեք յուղի ավանդական սափորով այս սրբի տեսքը հուզեց Ալինային։ Նա հիշեց սենտիմենտալ Դանթեի խոսքերը Բեատրիչեին և Հիսուսի խոսքը Մարիամ Մագդաղենացուն։ Քրիստոնեությունը, ընդունելով կուսությունը, չէր կարող ավետարանից դուրս շպրտել անառակի կերպարը։ Այս հիանալի մեղավորը, Աստծո սիրելին, ուղեկցում էր նրան դեպի Գողգոթա։ Նրա ոսկե մազերը փաթաթված էին խաչի ստորին հատվածին, ինչպես ծածկոցը Հիսուսի մարմնին դագաղում։ Մարիամը ոչ միայն մինչև մահ է գնում նրա կողքին, այլ մահից հետո էլ է նրա հետ։ Նրա անվան փայլը ընկնում է նաև Մարիամի վրա։ Մեծագույն ուրախության մեծ ավետաբերը, նա միշտ էլ մնում է հուզական և գերող։ Եվ դա չէ՞ արդյոք պատճառը, որ նա սկզբում անբարոյական է, իսկ հետո սուրբ, սկզբում սեր է, իսկ հետո հավատ։ Մարիամը, անբարոյականը Մագդաղից, դարձել է մարդկության համար խորհրդանիշ։ Կորեջոն Մագդաղենացուն պատկերել է սեթևեթող իտալուհու տեսքով, որին պակասում են միայն մարջանի ժանյակը և ծաղիկների զամբյուղները։ Ռուբենսի մոտ նա կոպիտ, գռեհիկ, խոշորամարմին ֆլամանդուհի է, որ ընկնում է աղախինների ձեռքերի մեջ, գցելով զարդերը։ Եվ ոչ մի հիմք չկա մտածելու, որ դա Մագդաղենացին է։ Հոֆմանը նրա անունով կոչեց բարձրահասակ տղամարդանման կնոջը, շրջազգեստով առաքյալին, և ոսկեգույն մազերը ներկեց սև գույնով։ Զուլոագը հարդարեց 14-ամյա իսպանուհուն մարկիզուհու նման, խալ կպցրեց, զարդարեց նրան քրիզանթեմով և մադրիդյան փողոցների այս անբարո աղջկան ներկայացրեց որպես Մարիամ։ Որքան տպավորիչ է լաց լինում Մագդաղենացին Բեկլինի մոտ, և որքան է նա հիշեցնում Դանունցիոյի հերոսուհիներին։ Վերջապես, Մագդաղենացին քարայրում, հանրահայտ, խարտյաշ, մերկ ու սերով Մագդաղենացին փոքր-ինչ անհանգստություն էր առաջացնում։ Նա այնքան հմայիչ էր, և որքան չէր ցանկանում Ալինան, որ նա զղջա և խարազանի սեփական մարմինը։ Ալինան ստիպված եղավ կտրվել այդ մտքերից։ Քսյոնզը մոտենում էր խոստովանախցին։ Ալինայի սիրտը վախից սկսեց բաբախել։ Նա ամուր սեղմեց համրիչը և իջեցրեց հայացքը, խառնելով, շշնջալով Ավե Մարիան։ Հոգևորականը փակեց դուռը, աղմուկով նստեց, ներսից փակեց վարագույրը, վառեց լույսը և սկսեց կարդալ իր աղոթարանը։ Որոշ տատանումից հետո Ալինան մոտեցավ։
Նրա խոստովանությունը երկար էր ու կրքոտ։ Նիհար, սև, կոպիտ դիմագծերով Քսյոնդզը, որի ձեռքերը այնքան էին չորացել, որ հիշեցնում էին կմախքի ձեռքեր, երկար ժամանակ ոչ մի բառ չարտաբերեց։ Ներքուստ նա խեղդվում էր ատելությունից, փայտե ճաղերի միջով զննելով երիտասարդ նուրբ կնոջը, որը բուրում էր համբարով, փաթաթված էր թանկարժեք մորթիների մեջ և խոստովանում էր մեծ ոգևորությամբ։ Ապա նա պայթեց նախատինքի խոսքերով, նա կուլ էր տալիս բառերը, սուլոցով արտաբերելով վիրավորական մականուններ, խայթում էր, ծաղրում, երեսին շփում ընդգծած, աղավաղած, եռակի այլանդակած հենց իր Ալինայի խոստովանությունները։ Միակ բանը, որ ուրախացնում և նույնիսկ հիացնում էր հոգևորականին, գայթակղիչի, այդպես էր Քսյոնդզը անվանում Հենրիխ Շեմյոտին, վարքն էր։ Բռի ծիծաղից նրան հետ էր պահում միայն սուրբ վայրը։ Այո, այո, բոլոր անբարոյականներին պետք է վառել, վռնդել, նվաստացնել, գամել անարգանքի սյունին, սովամահ անել, ցմահ բանտարկել, մշտապես պարսավել։ Եթե, ցավոք, որոշ վատ քրիստոնյաների թուլական բարության պատճառով ոչ բոլոր անառակ կանայք են հալածվում և վռնդվում, ապա գոնե երկնքի դարպասները, ախ, երկնքի դարպասները ամուր և ընդմիշտ փակ են նրանց առջև։ Նա գոռում էր Ալինայի ականջին. Աստծուն փառք տուր, որ ճիպոտներ ես ստացել գայթակղիչի կողմից, խնդրիր, սպասիր դրանց, դու սիրո մեջ քաղցրություն, մարմնական անարգ ճաշկերույթ, զգացմունքների առատություն էիր փնտրում, դու ստորացում, արցունքներ, անարգանք, ցավ գտար, դիմացիր, հնազանդվիր, մեղքերի թողություն խնդրիր, ծնկների վրա քարշ արի գայթակղիչիդ առջև, չհամարձակվես մաքրել երեսիդ թքածները, քո մեղքը այդ մարդու առջև չմաքրվող է և հսկայական, դու ինքդ էիր վազում նրա հետևից, դու գայթակղել ես, դու հրապուրել ես և անամոթաբար մտել ես նրա անկողինը, այսօր ես քեզ մեղքերի թողություն չեմ տա, ավելի լավ պատրաստվիր, արի մյուս շաբաթ, ես պահանջում եմ, որ դու կրկին խնդրես, որ քեզ պատժեն, կրկին, ինչ, 30-40 հարված, մինչև արյան երևալը, մինչև ուշագնաց լինես։ Սակայն նա այնուամենայնիվ զգացված էր, շոյված էր և զարմացած, երբ Ալինան այս հայհոյանքների տարափը լսեց գառան պես հեզ։ Մաքրելով քրտինքը, Քսյոնդզը մտածեց. այս անառակը դեռ ամբողջությամբ սատանայի իշխանության ներքո չէ, Աստծո գթասրտությունն անսահման է։ Նա հեռացավ անաղմուկ, գունատ, խիստ, խոնարհած աչքերով, բարակ շուրթերի շուրջ մի ծալք ունենալով, իբրև բարոյական բավարարվածության արտահայտություն։ Ալինան կրկին հայտնվեց Մագդաղենացու պատկերի առջև։ Կրքոտ ուրախությունը, քնքշությունը, որը նմանվում էր ցավի, համակեց նրա հոգին։ Քո մեղքը այդ մարդու առջև չմաքրվող է և հսկայական, նա կրկնում էր խոստովանահոր խոսքերը փակ աչքերով, անձնատուր լինելով երանությանը։ Ինքը մեղավոր է Հենրիխի առջև, հետևաբար նա ճշմարտացիորեն Օ, երջանկություն, ուրախություն, արբեցում, նա հիվանդ չէ, խելագար չէ, նա միայն մեղավոր է և որպես մեղավոր կրում է իր պատիժը։ Այդ օրվանից նրա հոգու բոլոր ամրոցները հանձնված էին։ Այդ տարի գարունը շուտ եկավ։ Ալինայի այգին ճերմակել էր։ Խնձորենիները, բալենիները, ծիրանենիները, նուշը ծածկվել էին նուրբ վարդագույն հոտավետ ծաղիկներով։ Թխենու փնջերը զարդարում էին բոլոր սենյակները։ Յասամանը բողբոջել էր և կարող էր բացվել ամեն օր։ Մարգերում հայտնվեցին Անյուտայի աջիկները։ Այսօր Ալինան գտավ դրանք։
Նա այդտեղ կանգ առավ մայրական ժպիտով, ապա նա առաջ գնաց և նստեց քարե նստարանին։ Վերջին շրջանում նա նիհարել էր, և նրա աչքերը կորցրել էին պարզ արտահայտությունը։ Կարոտի և սիրո գաղտնի կրակը նրան այրում էր, երբեմն նրան սկսում էր թվալ, որ շեմյոտը սառն է իր նկատմամբ։ Նա համառորեն շարունակում էր ապրել գյուղում։ Նա ոչ ուզում էր տանջել, ոչ տիրանալ Ալինային։ Հանդիպումների ժամանակ Հենրիխը ամփոփվում էր իր կիրթ, հեգնական կերպարում։ Այնուամենայնիվ, նա ավելի ու ավելի հաճախ էր ակնարկում, որ անջատ կյանքը նրան հոգնեցնում է, ինչու նա մինչև հիմա չի վաճառում տունը։ Այդ ժամ Ալինան մտածում էր. շուտով կգա Հուլիոսը, նա խելագարի համառությամբ փորձում է ինձ տիրանալ, ես շատ վատ եմ պաշտպանվում, այն ինչ այլ կնոջ համար աստիճան կդառնար դեպի վար, ինձ համար փրկության խարիսխ է։ Ես չեմ տենչում Հուլիոսին որպես սիրեկանի, ես սպասում եմ նրան որպես մեղք, մեղք, որը ինձ կոչնչացնի Հենրիխի առջև, մեղք, որը երկարատև և համառ քավություն է պահանջում, մեղք, որը կստիպի ինձ դիմել անդադար զոհողությունների և ստորացումների։ Հուլիոս, իմ սիրելի տղա, իմ քնքուշ բալիկ, կներեք ինձ արդյոք այս խաղը։ Երբ միանում են երկու դժբախտ, նրանք երջանիկ չեն դառնում։ Այդ րոպեին Հուլիոսը իջնում էր պատշգամբի աստիճաններով, նա մոտենում էր հանգիստ, նուրբ քայլքով, ինչը աղոտ հիշեցնում էր հորը։ Բարի օր, Ալինա։ Բարի օր, Հուլիոս։ Դուք տեսնում եք, ես շատ պարտաճանաչ եմ։ Այո։ Ես եկել եմ պատասխանի հետևից, ինչպես և մենք պայմանավորվել էինք։ Լավ, նստեք, դուք շտապում եք։ Ես ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել, Հուլիոս։ Գարուն է։ Նա ևս մեկ անգամ համբուրեց Ալինայի ձեռքը, բանաման նետեց քարե սեղանին և նստեց։ Ալինան կծոտում էր խոտի երկար մետաքսե ցողունը և կկոցում էր աչքերը։ Ծիծեռնակները կռվում էին իրար հետ։ Քամին փոքր-ինչ թեքում էր ծաղկած, կարծես ձնով ծածկված ծառերը։ Թխեն ու թարմ, նուրբ գարնանային բույրը և հենց հողի բույրը հուզում և հանգստացնում էր երկուսին էլ։ Որքան տխուր եք դուք, Ալինա, սերը ձեր վրա թանկ է նստում։ Հնարավոր է։ Գիտեք, այսօր առավոտյան ես իմ կնոջից նամակ եմ ստացել։ Այո՞։ Քրիստինան կրկին հարցնում է ձեզնից, հետաքրքրված է միայն ձեզնով, բողոքում է, սպառնում։ Օ, կեղտոտ դոդոշ, դոդոշ, ես այլ կերպ չեմ ցանկանում նրան կոչել։ Եվ Հուլիոսը սկսեց կոպիտ հեգնել կնոջը։ Ահ, ինքը կուշտ է Քրիստինայի կոտրատվելուց, նրա սարքած տեսարաններից, վեճերից, հիստերիաներից, ժլատությունից։ Նա դեռ իրան թույլ է տալիս զզվանք զգալ Հուլիոսի հանդեպ և փակել ննջարանի դուռը։ Նա, այդ լեշը, այդ ամբարո կատաղի էգը, իր մոտ սրտխառնոց է առաջացնում նույնիսկ նրա ձայնը և քայլերը։ Մի դարձեք գռեհիկ, Հուլիոս, ձեզ նախազգուշացնում էին մինչ ամուսնությունը։ Ես հասկանում եմ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց իմ ընտանեկան կյանքն անտանելի է։ Միակ սփոփանքն այն է, որ Քրիստինան սարսափում է իմ հորից։ Նա սանձահարում է Քրիստինային նույնիսկ հայացքով, թե չէ նա ինձ կհոշոտեր։ Իհարկե, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կատեմ Քրիստինային։ Պարզվում է, ատելությունը գալիս է նույնքան անսպասելի, որքան սերը։ Ալինան մտովի վերադարձավ շեմյոտի մոտ։ Կալվածքում հիմա ամեն ինչ երգում է և բուրում։ Հուլիոս, իսկ ի՞նչ է գրում ձեր հայրը։ Նա ոչ մի բան էլ չի գրում։ Վերջին անգամ նա վաղուց է եղել քաղաքում։ Ոչ այնքան։ Միթե դուք չեք հանդիպել, Ալինա։ Ոչ։ Արևի շողքը դիպավ Ալինայի մանուշակագույն մետաքսե կոշիկին և վառվում էր ոսկեթել ասեղնագործության վրա։
Ապա այն նետվեց Ալինայի մուսլինե շորի վրայով, կանգ առավ կրծքի տակ կապված ոսկե ճանճիկներով զարդարված մանուշակագույն գոտու վրա։ Մեկ րոպե անց այն խաղում էր Ալինայի մոխրագույն վարսերում և հոգնեցնում էր կապույտ աչքերը։ Բռնելով Ալինայի ձեռքը, Հուլիոսն ասաց. Որոշ ժամանակ առաջ, զբոսնելով կալվածքում, ես հասա տնակին, ուռուտում գտնվող գողտրիկ տնակին։ Ահա, դուք շիկնեցիք, ավելի լավ, իմ մեջ արթնացան բոլոր սատանաները, ես ամեն ինչ հիշեցի։ Ալինան կարկամեց շշնջալով. Հիմա դա հազվադեպ է։ Ինչու՞։ Ես մեղավորություն չունեմ նրա հանդեպ, նա կաթվածահար է անում իմ և նրա կամքը։ Ուրեմն այլ գուրգուրանքնե՞ր։ Ոչ։ Նրա կարոտով լի բացականչությունը Հուլիոսին որոշակի բավարարվածություն բերեց։ Դուք էլ եք դժբախտ, Ալինա։ Ես նման բան չասացի։ Մի ստեք, սիրելիս, սուտը իմ կնոջ առանձնաշնորհն է։ Նա պինդ համբուրեց Ալինայի մատները։ Իսկ ո՞րն է ձեր պատասխանը, Ալինա։ Ես դեռ չգիտեմ։ Դա համաձայնության նման հնչեց։ Գունատված Ալինան փորձեց ժպտալ։ Իսկ ձեր հայրը, իսկ ձեր կինը, Հուլիոս։ Միթե միևնույն չէ, ես ձեզ սիրում եմ։ Հայր։ Հայրս տիրելու է ձեզ միշտ, մինչև մահ, ես չեմ խլում ձեզ նրանից, իմ փոխարեն նա նույն կերպ կվարվեր։ Ալինան մտածմունքի մեջ ընկավ։ Ինչու եմ ես այսքան երկար տատանվում։ Ամեն ինչ տրամաբանական է և հեշտ։ Սկզբում ես ինքս խոստովանեցի Հենրիխին իմ սերը և հասա փոխադարձության։ Ապա ես ինքս էի խնդրում, որ ինձ պատժի և ինքս էլ տրվեցի նրան։ Հետո ես համակերպվեցի ինձ հետ ամուսնանալու նրա մերժմանը։ Գաղտնի սիրուհու դերը ինձ համար երանություն էր։ Վերջապես իմ գաղտնիքը բացահայտվեց հասարակության համար, և Հենրիխը ուզում է համատեղ ապրենք։ Իմ տունը միայն խոչընդոտ է այդ ճանապարհին։ Պետք է վաճառել այն և գնալ Հենրիխի մոտ։ Կարելի է մտածել, որ հիմա ես անմեղ եմ և մաքուր Հենրիխի առջև։ Դե ոչ, դա սխալ է։ Մտքերը հետք են թողնում։ Միթե սրտիս խորքում ես չեմ շնացել Հուլիոսի հետ։ Ես միշտ էլ շատ կոպիտ տենչացել եմ նրան։ Ինչ կարող է Հենրիխը պահանջել ինձանից որպես հատուցում։ Ես չգիտեմ, ինչ կլինի Հուլիոսի հետ։ Չէ, ես չգիտեմ։ Ալինան բարձրացրեց գլուխը և ժպտաց։ Դուք մտածում էիք։ Ես հանրագումարի էի բերում։ Եվ Հուլիոս, իմ սիրելի տղա։ Նրա աչքերում արցունքներ հայտնվեցին։ Գրկելով Ալինային և փնտրելով նրա շուրթերը, Հուլիոսը շշնջաց. Ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ։ Ալինան վերադարձրեց նրա համբույրը, ավելի ու ավելի տխրելով։ Դուք զառանցում եք, դուք սխալվում եք, Հուլիոս, ես արժանի չեմ սիրո։ Դուք հիասքանչ եք, դուք նուրբ եք և սուրբ։ Ես միայն ամբարո եմ։ Ասացեք այո, Ալինա։ Այո, Հուլիոս, այո։ Ալինայի մոտ միտք ծագեց։ Հուլիոսի համբույրները այլ կերպ են քաղցր։ Ես չգիտեի, որ ուրիշ շուրթերի համբույրները ևս ինձ հուզմունք և ինքնամոռացում կպարգևեն։ Բայց չէ՞ որ նա Հենրիխի որդին է, կարող է դա լինել պատճառը։ Ձեզ մոտ, Ալինա։ Ինձ մոտ, Հուլիոս։ Լուսնագույն վարագույրներով նույն անկողինը, և լուսամուտից այն կողմ շարժվող ծառեր, և կապույտ երկինք, և ծիծեռնակների ճռվողյուն, և արև, և արցունքներ, և թախիծ, և նոր մեղքի հեշտանք համբույրների և ագահ ձեռքերի մեջ։ Նա կտրուկ շարժումով բացեց անկողնու վարագույրները։ Պարզվեց,
որ բուռն և երկարատև արցունքներից հետո ինքը քնել էր։ Արևն արդեն իջել էր։ Բաց լուսամուտից ներս էր լցվում այգու թարմությունը։ Թռչունները դեռ երգում էին։ Այժմ Ալինան հիշեց տեղի ունեցածը։ Հուլիոսը թողեց իրեն, կատաղած և լի արհամարհանքով։ Նա երդվում էր, որ խոստովանությունից հետո Ալինան այլևս իր համար գոյություն չունի։ Նա միջոց է ծառայել Ալինայի համար հոր մոտ կիրք առաջացնելու համար։ Այո՞, շատ լավ, նա նույն կերպ վարձահատույց կլինի Ալինային։ Ալինան իր համար գարնանային տենդ էր, րոպեական ինքնամոռացություն, վալերյան կաթիլներ, պատահական հանդիպում, որը հետո չեն էլ հիշում։ Հետո նա գրեթե կոպիտ մեղադրանքներ սկսեց տեղալ։ Ինչու Ալինան խոստովանեց, որքան է նա դաժան։ Մինչև վերջին համբույրը նա հավատում էր Ալինայի սիրահարվածությանը։ Ինչու նա այդքան կոպիտ և անտեղի ճշմարտությունը նետեց իր սեղանին։ Ալինան միայն հոգոցներ էր հանում, նա չէր կարողանում սփոփել Հուլիոսին։ Ալինան խոստովանեց իր խարդավանքի միտումնավորությունը, քանզի չէր ուզում շարունակել այդ կապը կամ կրկնել իրենց հանդիպումները։ Այս պահից Ալինան մահանում է իր համար, ոչ ոք երբեք չի իմանա իրենց ընդհանուր գաղտնիքը։ Մոռացեք ինձ, Հուլիոս, և ներեցեք ինձ, եթե կարող եք։ Այդ ժամանակ նա գնաց։ Ալինան, հենվելով արմունկին, վերցրեց մանուշակաբույր սրվակը, թրջեց քունքերը և կրկին պառկեց։ Նա աչքերը փակ մտածում էր. ինչպես են արցունքները հանգստացնում։ Լալով ես դուրս թափեցի հոգիս։ Ես ուժերի անսովոր հորդում եմ զգում։ Վաղը մյուս օրը ինձ մոտ կգա Հենրիխը, հիմա ես նրան այլ կերպ կդիմավորեմ։ Ես մեղավոր եմ, ես անառակ եմ։ Իհարկե, իմ գաղտնիքը ես կկրեմ միայնակ ամբողջ կյանքումս։ Իմ մեղքը երևի չի բացահայտվի Հենրիխի համար։ Գաղտնի հանցագործության ցնծություն։ Նա ժպտաց, ամաչելով ինքն իրենից։ Այժմ, երբ Հենրիխը կցանկանա ինձ պատժել, հիմա դա այլ կերպ կլինի ինձ համար, ինձ համար։ Եվ նա նետվեց արբեցնող և հեշտալի անուրջների հորձանուտը, առանց ընդդիմանալու, առանց ամոթի, առանց տատանումների, մերկ և հիացած։ Նախև առաջ և ամեն ինչից հետո կլինեն ճիպոտներ։ Նա ժպտաց մթության մեջ, ինքն իրենից ամաչելով։ Նա ցանկանում էր, որ այս անգամ շեմյոտը երկարաձգի տանջանքները։ Միթե նա արժանի չէ դրան։ Թող որ նա հայտնի պատժի մասին նախօրեին։ Նա կսկսի մտածել։ Մի քանի ժամ լուռ տանջանքներ, թող որ Հենրիխը հրամայի, որ Ալինան ինքը կտրի ճիպոտները։ Սակայն Ալինան պետք է պատժից առաջ ինքը թրջի դրանք։ Թող որ նա պատժի իրան այն առարկաների և իրերի մեջ, որոնք Ալինան սիրում է և որոնք իր ապրած յուրաքանչյուր օրվա կենդանի վկաներն են։ Թող որ Հենրիխը իրան պատժի բաց գրքերի առջև, գեղեցիկ զգեստով, ցերեկային լույսի տակ, որը միշտ անամոթ է։ Ահ, ինքը ստորացված և հեշտագին գոռում է։ Եվ եթե ինչ֊որ մեկը մտներ սենյակ, Քրիստինան, Հուլիոսը կամ Ֆրանուսյան։ Ալինայի սիրտը սկսեց անհավասար և ծանր բաբախել։ Արյունը խփեց գլխին։ Նա կամ երազում էր, կամ զառանցում, կամ քնում էր, կամ էլ ցնորվում։ Եվ դա այնքան քաղցր էր, որքան լողալը խորը լճի վրայով և նայելը արևածագով լուսավորված լեռներին։ Քամին բերեց ծաղկող ծառերի բույրը և ցնցվելով կյանքի հանդեպ հիացմունքից, սիրո, կարոտի և ցավի ճիչով Ալինան մտովի դիմեց շեմյոտին։ Ես դավաճանել եմ քեզ քո իսկ որդու հետ։ Ես ինձ ատում եմ։ Ես ամենախիստ պատժի եմ արժանի։
Ես կօրհնեմ նրան։ Մի մոռացիր, դու խոստացել ես ուղղել ինձ, ես սպասում եմ։ Ճիպոտներից հետո ես կհամարձակվեմ ներում հայցել քեզնից։ Հիմա ես պետք է լռեմ, այս անգամ ես չեմ կրճատի պատիժը իմ ճիչերով, ոչ, ես ամբողջովին կհանձնվեմ քո կամքին։ Սիրելիս, ես քեզ կպատմեմ իմ մեղքի մասին, քանի դեռ դու ինձ պատժում ես։ Դու արդար ես, դու բարի ես։ Ես քո ոտքերի տակ եմ ընկնում և չեմ ցանկանում կանգնել։ Ինձ հետ խիստ եղիր։ Ես ուզում եմ լաց լինել քո ճիպոտների հարվածների ներքո։ Ինձ հետ խիստ եղիր։ Հենց որ Հենրիխը պառկեցնի իրան, նա իրան կզգա փոքրիկ և չնչին, ստրուկ և երեխա, սիրուհի և քույր։ Որքան քաղցր է հալվել ուրիշի կամքից, ցնդել եթերի պես, որքան քաղցր է փակել երեսը ձեռքերով, զգալ, որ նրա ձեռքերը բարձրացնում են իր շրջազգեստը, քրքրում են իր ժանյակները, պատառոտում իր ժապավենաթելերը։ Որքան դժվար կլինի ստանալ նրա ներումը, որքան խիստ և սառը կլինի նրա ձայնը։ Եվ Ալինան, խեղդվելով հուզմունքից, երանելի ժպտալով, տանջալի և աննպատակ, վառվող գլխով, շուրթերով, փակ աչքերով, պառկեց պատժի սպասող աղջկա դիրքով, պատկերացնելով, թե ինչպես են ճիպոտները կծում իր մարմինը, նա շշնջում էր. պետք չէ խղճալ, ծեծիր ինձ մինչև արյուն, մինչև ուշագնացություն, ես այնքան շատ մեղքեր եմ գործել, էլի, սիրելիս, անտարբեր եղիր իմ ճիչերի հանդեպ, նրանք քեզ խաբում են, պատժիր անառակին, տեղը տեղին պատժիր խաբեբային։ Եթե դու սիրել ես այս մարմինը, դարձրու այն բոսորագույն, ճիպոտների տեղը թող երկար մնա այդ մարմնի վրա, այրող համբույրներ, շիկացած կնիկ, էլի, այսպես միայն ես կուղղվեմ, սա է իմ քավությունը, երկնային պատիժը ցավի մեջ է, էլի, կանչիր Քրիստինային, կանչիր Հուլիոսին, ինչպես ես ստորացված կլինեմ։ Ալինան լաց էր լինում։ Երեկոյան արևը վառվում էր փչնասեղանի բրոնզե սֆինքսների վրա և լողում էր հայելու մեջ։ Նրբորեն ոտքի կանգնեցնելով Ալինային, Հենրիխ Շեմյոտը նրան ասաց. Ալինա, ես կվաճառեմ ձեր տունը։ Այո, Հենրիխ։ Մենք կապրենք կալվածքում։ Այո, Հենրիխ։ Քրիստինան կմնա քաղաքում, Հուլիոսը կմեկնի ճանապարհորդության։ Այո, Հենրիխ։ Իսկ հիմա ես ձեզ կպատժեմ ճիպոտներով, քանզի դուք այնուամենայնիվ քմահաճ եք, Ալինա։ Այո, Հենրիխ։